Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ինդերքօգտագործման մի շարք դեպքեր են բացահայտվել։ Ապագա Գետաշեն, Տանձուտ համայնքներում ապօրինի ձեռնարկատիրություն ծավալած ընկերությունները պետությանը պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։ Ավելին, վերջիններիս գործողությունները հանգեցրել են հողատարածքների դեգրադացիայի։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ միայն բացահայտվել են դեպքերն, այլև վերականգնվել են պետությանը պատճառված գույքային վնասները։ 2021 թվականի հունիսի 6-ին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը քննության համար ուղարկվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Պարզվեց, որ ընկերությունը չունենալով համապատասխան փաստաթղթեր եւ խախտելով ընդերքօգտագործման պահպանման կանոնները պետությանը պատճառել է խոշոր չափի գույքային վնաս։ Նախաքննության ընթացքում պարզվել է ընկերության կողմից ինչպես օրինական, այնպես էլ ընդերքի օգտագործման եւ պահպանման կանոնների խախտմամբ արդյունահանված ավազակոպչային զանգվածի ծավալները պետությանը պատճառած վնասի չափը, այդ թվում նաեւ հողային ռեսուրսների վրա ազդեցությունը։ Մասնավորապես պարզվել է, որ ընկերության մասնակիցները խախտել են ներքի մասին օրենքը եւ չունենալով Արմավիրի մարզի ապագա համայնքի որոշ հողամասերում ընդերքօգտագործման իրավունք միմյանց գործողությունները փոխլրացնելով 2013-ից 2021 թվականների ընթացքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Ընկերության անդամները չունենալով համայնքի հողատարածքներից որոշների նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք կատարել են մի շարք ապօրինի գործողություններ։ Պարզվել է, որ ընկերության մասնակիցները խախտել են ներքի մասին օրենքի պահանջները եւ չունենալով Արմավիրի մարզի ապագա համայնքի տարածքում գտնվող որոշ հողատարածքների ընդերքօգտագործման իրավունք միմյանց գործողությունները փոխլրացնելով 2013-ից 2021 թվականների ընթացքում իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես հիշալ հողամասերի ընդերքը օգտագործելու միջոցով ընդհանուր 44072 մետր քառակուսի հողատարածքից արդյունահանել են 121690 մետր խորանարդ ծավալով ավազակոպչային զանգված, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Ամեն բան օրենքի սահմաններում կլիներ, եթե ընկերությունը նախապես ձեռնարկեր գործողություններ հողերի նշանակությունը փոխելու վերաբերյալ։ Ընկերության ապօրինի գործողությունները վարույթն իրականացնող մարմնի խոսքերով հանգեցրել են նշված տարածքների դեգրադացիայի։ Եվ նշված տեղամասերից որոշների վերաբերյալ ընկերությունը ունեցել է լեռնահատկացման եւ արդյունաբերման թույլտվություն, սակայն այդպիսի գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է, որպեսզի փոխվեր հողերի նշանակությունը արդյունաբերականի եւ ընդերքօգտագործմանի, ինչը թերևս չի իրականացվել, եւ արդյունքում ՍՊ-ի մասնակիցները խախտել են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ եւ 110-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում հողի բերի շերտի վնասման եւ ոչնչացման եղանակով առաջացել է նշված հողատարածքների դեգրադացիա, որի արդյունքում պետությանը պատճառված վնասների ծավալները նույնպես պարզվել են։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նշված հողատարածքներից ընդերքի ապօրինի արդյունահանումը, ինչպես նաեւ հողի բերի շերտի վնասումը սկսվել է իրականացվել դեռևս 2013 թվականից նշված հանցագործությունը պայմանավորված ՍՊ-ի մասնակիցների փոփոխություններով տարբեր անձանց կողմից շարունակվել է կատարվել մինչև 2021 թվականը, որոնցից առաջին խումբը ապօրինի գործունեությունը իրականացրել է 2013-ից 2015 թվականների ընթացքում, սակայն չնայած այդ հանգամանքին հանցանք կատարած կոնկրետ անձինք նախաքննության ընթացքում պարզվել են եւ ներկայացվել են նախաքննական մարմին եւ արդյունքում պետությանը պատճառված 20 միլիոն դրամ վնասը փոխհատուցվել է։ Սույն քրեական վարույթով փոխհատուցվել է նաեւ պետությանը պատճառված 25 միլիոն դրամ գույքային վնասը, որը առաջացել է 2015 թվականից արդեն հետո մինչև 2021 թվականի իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակոպչային զանգվածների ապօրինի արդյունահանման վերաբերյալ քննվել են նաեւ այլ քրեական վարույթներ Գետաշեն եւ Տանձուտ համայնքներում։ Պետությանը պատճառված վնասները նախաքննության ընթացքում վերականգնվել են։ Նման հանցագործություն բացահայտվել է կապված Գետաշեն գյուղի Գետաշեն բնակավայրի հողատարածքների ապօրինի ավազակոպչային զանգվածի արդյունահանման հետ, որի արդյունքում պարզվել եւ վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 130 միլիոն դրամի գույքային վնասը։ Նմանատիպ դեպք հայտնաբերվել է նաեւ Տանձուտ համայնքում, որով
Վերականգնվել է պետությանը պատճառված 6 միլիոն դրամ գույքային վնասը, Երեգնուտ համայնքում, որով վերականգնվել է 10 միլիոն դրամ պետությանը պատճառված վնասը եւ Արաքս համայնքում, որի շրջանակներում եւս 10 միլիոն դրամ պետությանը պատճառված վնաս է փոխհատուցվել։ Քննչական կոմիտեն շարունակում է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերը։